Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր դասը կանցնի շատ հետաքրքիր ձևով։ Հիմա այսօր մեր դասը լինելու է գործնական աշխատանք, ինչ ենք անելու, տվյալներ ենք հավաքագրելու եւ ներկայացնելու եւ զույգերով միմյանց եւ դասարանին ներկայացնելու։ Որն է այսօրվա մեր դասի նպատակը։ Մեր այսօրվա դասի նպատակն է հավաքագրել տվյալներ, ցույց տալ մեր մեդիագրագիտությունը եւ օգտագործել համացանցում անգծային վարքագիծ եւ կարողանալ գծապատկերներով եւ աղյուսակներով մեր հավաքագրած տվյալները ցուցադրել երեխաներին։ Ինչ է սա իրենից ենթադրում, որ դուք դասի վերջում կարողանալու եք ցույց տալ ձեր հավաքագրած տվյալները, աղյուսակավորել եւ ներկայացնել դասընկերներին։ Պատրաստ եք շարունակել։ Այո։ Մենք ֆիլմը ձեր շատ ծանոթ հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը 3 խոսուկներ։ Ծանոթ է 3 խոսուկները։ Այո։ Հիշում եք բովանդակությունը։ Այո։ Շատ լավ։ Չնայած դուք բովանդակությունը հիշում եք, բայց մենք ամեն դեպքում մեկ անգամ պետք է նորից նայենք մուլտֆիլմը։ Հիմա ուղղակի կլինեք, որպեսզի կարողանաք տվյալները ճիշտ դուրս բերել մուլտֆիլմի միջից։ Պատրաստ եք։ Այո։ Գնացի։ Ինչ եք կարծում։ Մենք ամեն պատահած տեղից կարող ենք վերցնել մեր ուզածությունը եւ նայել ուսումնասիրել։ Ինչու՞։ Այո, օրինակ մեր մուլտֆիլմը որտեղ պետք է մուտք գործել, որպեսզի տեսնենք։ Սեդա։ Ուր եք մտնելու, որ հարթակ մտնենք, որ մուլտֆիլմը նայենք։ YouTube, Google, այն որտեղ կարելի է։ Ումից վերցնենք այս հղումները, որ հասկանանք ինքը ապահով է։ Ուսուցչուր տված հղումն ենք օգտագործում, մայրիկի տված, այսինքն մենք մեզանից մեծերի տված հղումներով ենք անցնում։ Այ պատկերացրեք, բացել ենք համացանցը, ուզում ենք մեր ուզած մուլտֆիլմը նայել, բայց գովազդ է բերում։ Մեր գործողությունները ինչ պիտի անենք, գովազդ է բերել։ Պատահել եք պես ձեր։ Այո։ Ահա, Ռոբերտ ինչ կանես, երբ որ գովազդը բերից։ Այսինքն գովազդը կբացիս, թե չես բացի։ Չես բացի, ինչը չենք բացելու, Եվա։ Որտեղ կարող է տարիքի ոչ համապատասխան բառներ լինել եւ անցույց տվելի։ Ահա, այսինքն մեր տարիքի ոչ համապատասխան մյուս կարող է լինել։ Միլենա։ Որտեղ կարող է վիրուս լինել։ Վիրուս կարող է լինել, ակտուր։ Վտանգավոր նյութեր կարող է լինել, շատ ապրեք երեխաներ։ Պատկերացրեցինք, հիմա այստեղից մեզ ասում են մեկնաբանություններ գրեք։ Ինչ մեկնաբանություն չի կարելի գրել երեխաներ։ Ինչ տվյալ չեն կարող փոխանցել, չպիտի փոխանցել։ Մոնթե ինչ չես փոխանցի դու։ Քո անձնական տվյալները։ Ուրիշ ազգանունը։ Հայրիկի եւ մայրիկի տվյալները։ Հայրիկի մայրիկի հեռախոսահամարը Տիգրան, տան հասցեն։ Մեծերի քարտի տվյալները։ Ահա, մեծերի քարտի տվյալները։ Ուրեմն մենք մեր անձնական տվյալները երեխաներ չենք հրապարակում, չենք տալիս այնտեղ, որտեղ անհրաժեշտություն չկա։ Իսկ հիմա ձեր ուշադրությունը խնդրում եմ էկրանին, մենք գնայինք 3 խոզուկները մուլտֆիլմը եւ այնտեղից դուրս կբերենք մեզ հետաքրքրող տվյալները։ Առաջին փոքրիկ խոզուկը շատ զույգ էր։ Հիմա ես չեմ ուզում շատ հեռու քայլել մինչև ամուսի գործարան։ Ես կնախընտրեի շատ քիչ գործանել եւ օրս անցկացնել հանգստանալու։ Փոքրը չէր ձուկ գործանել այդ պատճառով նա կառուցեց իր տնակը ծովոտից։ Երկրորդ խոզուկը քիչ ավելի շատ աշխատեց, բայց նա էր ծույլիկ էր։ Հիմա չեմ ուզում շատ հեռու քայլել մինչև ամուսի գործարան։ Հայտիկներն ավելի ուժեղ են, քան ծովոտը։ Մտապահեցիք դրվագները։ Այո։ Ահա,
Վերհիշեցիք, թե քանի խոզուկ կար, քանի տուն կար, որտեղ էին նրանք հայտնվել, ով էր նրանց հետևից ընկել և ուզում էր։ Կարողացան գայլը իրենց հաղթել։ Ահա, վերջում կպարզենք, արդյոք կարողացավ գայլը նրանց հաղթել։ Հիմա, որպեսզի մենք կարողանանք մուլտֆիլմից տվյալներ հավաքագրել երեխաներ, ես ես բաժանելու եմ քարտեր։ Յուրաքանչյուրդ աշխատելու եք ձեր քարտի վրա։ Աշխատում ենք լուր, միմյանց չխանգարելով։ Պայմանավորվացի՞ք։ Այո։ Ինչ եք անելու։ Ծանոթացաք քարտերին։ Հիմա ես ձեզ կտամ 2 րոպե ժամանակ, որովհետև ավել իմաստ չունի, դուք կարողանաք լրացնել։ Լրացնում եք քարտերը, որպեսզի մենք կարողանանք միասին ստուգել։ Գնացինք։ Լրացվեցիք երեխաներ, դուք տեղավորվեցիք ժամանակի մեջ, ավելին ասեմ, դուք ավելի շուտ ավարտեցիք, քան ես ձեզ տվել էի ժամանակ։ Հիմա միասին ստուգում ենք երեխաներ պատասխաններով։ Առաջին հարցը, քանի խոզուկ կար։ 3։ Ապրեք, բոլոր 3 եք ստուգում։ Այո։ Քանի տուն կառուցվեց։ 3։ Կեցեք, քանի տուն փլվեց։ 2։ Քանի տուն չփլվեց։ 3։ Քանի անգամ գայլը փորձեց փչել։ 3 անգամ։ Եվ որ տունը չքանդվեց։ Կան մարդ, որի պատասխանները տարբերվում են մեր պատասխանների։ Չկա։ Երեխաներ, մենք ասացինք, որ փլվեց 2 տուն, չփլվեց 1 տուն։ Փլվածներն են շատ, թե չփլվածները։ Կենտրոնացեք, փլվածներն են շատ, թե չփլվածները։ Փլվածները քանիսն էին։ Ցույց տվեցի։ Չփլվածները։ Ահա, իսկ փլվածները չփլվածներից քանիսով էին ավել։ Մեկով։ Իսկ չփլվածները փլվածներից քանիսով էին պակաս։ Մեկով։ Շնորհակալություն երեխաներ, դուք այս հեշտությամբ կատարեցիք։ Հիմա մենք բաժանվելու ենք խմբերի, որպեսզի մուլտֆիլմի շուրջ աշխատանքը կատարենք նաև խմբերով։ Պատրաստ եք։ Այո։ Հիմա բաժանվելու ենք խմբերի։ Խմբերի կբաժանվեն նախորդ անգամների նման պատահականության սկզբունքով, որպեսզի պահենք մեր արդարությունը և ուժերը հավասար բաշխել։ Լավ երեխաներ, գնացինք։ Բաժանվեցին խմբերի, հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուր խումբ ստանա իրեն համապատասխան հանձնարարություն։ Առաջին խումբը կստանա քարտեր, քարտերի վրա յուրաքանչյուր սովորող ինքնուրույն կաշխատի, ապա խմբի ներսում միասին կստուգենք բոլորիդ կատարած աշխատանքները և ձեզանից մեկը, դուք կընտրեք, թե ով կլինի այդ ներկայացնողը, կներկայացնի, թե ինչպիսի արդյունքներ ունի։ Երկրորդ խումբը ևս կստանա քարտեր, կաշխատեն նորից անհատական, ապա խմբով կքննարկեք, ուսումնասիրեք ձեր պատասխանները, ձեզանից մեկը, էլի ձեր ընտրությամբ, կներկայացնի, թե ինչ աշխատանք եք տարել։ Դուք արդեն աղյուսակավորելու եք մեր աշխատանքը։ Հասկացաք մուլտֆիլմի հետ կատարվածը աղյուսակավորելու։ Երրորդ խումբը երեխաներ, երրորդ խումբը ուրեմն պետք է կազմի մեկ նախադասություն, որտեղ կասի, թե ինչի պատճառով, ինչ հետևանք եղավ, այսինքն պատճառն ու հետևանքը կասեն, և երեխաներ պետք է դուք պատկերացնեք ձեզ խոզուկներից մեկի դերում, ինքներդ որոշեք, թե ինչ շինանյութից կարող եք պատրաստել տունը և ինչու։ Պարզ է առաջադրել։
Այո։ Հիմա սկսեցինք քարտերը բաժանել։ Ծանոթացաք քարտերին։ Այո։ Առաջին եւ երկրորդ խումբը սկսում է արդեն քարտերի մեջ աշխատանքը։ Երրորդ խումբը ուշադիր հետևում է երկու խմբերի աշխատանքին, որպեսզի վերջում արդեն կարողանանք միմյանց աշխատանքը գնահատել։ Ավարտեցինք աշխատանքը, ինչպես նախորդ անգամ, այսինքն եւս տեղավորվեցինք ժամանակում, դուք շատ ճիշտ եք կառավարում ձեր ժամանակը, ինչը շատ արդյունավետ է ազդում մեր աշխատանքի վրա։ Որոշեցիք ով է գալու ձեր մոտից ներկայացնի։ Մոնթեն Աննա։ Բոլորս միասին նայում ենք գրատախտակին և գնահատում ենք առաջին խմբի կատարած աշխատանքը։ Ստուգենք և գնահատենք։ Բոլորդ համաձայնեք, որ ծղոտետունը չի փրվել։ Փրվել է, ներողություն, փրվել է։ Բոլորդ համաձայնեք, որ փայտետունը փրվել է։ Աղուսի տունը չի փրվել։ Աղուսի տունը չի փրվել։ Այո։ Տվյալները խումբը ճիշտ է դուրս բերել։ Այո։ Հիմա հաշտում ենք, քանի տուն փնվեց։ Երկուսը, քանիսը չփնվեց։ Ինչպես էր աշխատել խումբը։ Նստիր մոնթե։ Հիմա գնահատում ենք առաջին խմբի աշխատանքը։ Ինչպես աշխատեց առաջին խումբը։ Եղավ։ Լռությամբ։ Դանիել։ Համագործակցելով, ապրեք Միլենա։ Ուշադիր էին։ Ինչից հասկացաք, որ նրանք ուշադիր էին եղել։ Արդեն ինչից հասկացաք, օրինակ, դուք հասկացել էին։ Ուրիշ Անահիտ։ Սխալներ չունեին, ապրեք։ Ինչպես էին գնահատում առաջին խմբի աշխատանքը։ Լավ է, վատ է, բարելավելու տեղ ուներ, չուներ։ Ռոբերտ, ինչպես կգնահատեք։ Լավ, եկեք ժեստով ցույց տանք, ինչպես են գնահատում առաջին խմբի աշխատանքը։ Կեցեք առաջին խումբ։ Հիմա անցնում ենք երկրորդ խմբի աշխատանքի։ Ժամանակը երկրորդ խմբի աշխատանքը ուսումնասիրելու և գնահատելու։ Կատարեցիք փոխստուգում երեխաներ։ Ունեիք տարբերվող պատասխաններ։ Չունեիք։ Իսկ որոշել եք ով է ներկայացնել։ Ով։ Միլենա, Արին։ Քարտը եք կարող։ Կեցես, նստիր Միլենա, հիմա միասին ստուգում ենք։ Աղուսակավորելիս երկրորդ խումբը նշել է, որ փլված տների քանակը երկուսն է։ Ճիշտ է նշել։ Այո։ Չփլված տների քանակը մեկն է։ Ահա, որն է ավելի շատ փլվածը թե չփլվածը։ Փլվածը։ Համաձայն եք սրա։ Այո։ Աղուսակիցեր ակնհայտ երևում է, չէ՞։ Եվ որքանով է շատ, մեկով, իսկ որքանով է քիչ, մեկով։ Ավելի։ Գնահատենք երկրորդ խմբի աշխատանքը և անցնենք երրորդ խմբին։ Այ ինչ ժեստով կգնահատենք երկրորդ խմբի աշխատանքը։ Ահա, ժպիտներով, այո, բոլորը աշխատում էին շատ լուր, միասին, համագործակցելով և քննարկումները խանգարում էին մեզ։ Ոչ, չէին խանգարում։ Ժամանակն անցնել երրորդ խմբին։ Հիմա երրորդ խումբը պետք է բացատրի, թե ինչու աղուսետունը չփլվեց։ Դանիել։ Աղուսետունը չփլվեց,
Աղուսից, ահա, այ էլ ինչ եք կարծում, ինչու աղուսետունը չփնվեց Եվա։ Որովհետև այդ խոզուկ Աղուսետունը։ աղուսետունը չփնվեց, որովհետև խոզուկը շատ աշխատասեր էր եւ ուզում էր լավ տան մեջ ապրել։ Ահա, ուզում եք շատ լավ տան մեջ ապրել։ Հիմա կազմում ենք նախադասություններ, որտեղ ցույց կտանք, թե ինչի պատճառով ինչ հետևանքներ առաջացան։ Մտածեք։ Եվա։ Որովհետև խոզուկի ոչ աշխատասիրությունը բերեց նրան վատ հետևանքներ։ Ահա, Դանիել։ Երկու խոզուկները որ չէին ծույլություն էին անում գնալ աղվեսի գործարան, ծողոքից և փայլուց վարկացեցին ես աշխատասր և վերջի խոզուկը գնաց աղվեսի գործարան, Ծուլություն չարեց, ճիշտ է, էլ ինչ եք մտածում, Ռոբերտ։ Շատ աշխատեց, այսինքն ինչ կարող ենք ասել, ով աշխատի, նա կուտի։ Այստեղ կոնկրետ գործողության մասին չէ խոսքը։ Երրորդ խոզուկը աշխատեց երկար, բայց ունեցավ մշտական տուն։ Հիմա պատկերացնում ենք, մենք խոզուկներից մեկն ենք եւ պետք է պատրաստենք տուն։ Հիմա միասին քննարկենք, ընտրեք մի այնպիսի շինանյութ, հիմնական բաղադրիչը, որով դուք կկառուցեք ձեր տունը եւ ինչու, կհիմնավորեք թե ինչու եք պես արեցիք, քննարկեք։ Քննարկեցիք, որոշեցիք ինչ նյութով եք պատրաստելու։ Այո, կներկայացնում ինչ նյութով։ Եկեք ուրեմն միմյանց լրացնելով ներկայացնենք, լավ։ Թող Եվան սկսի, եթե լրացումներ կունենա, կանենք ընթացքում։ Մենք որոշեցինք պատրաստել տունը վարդագույն տուֆից։ Ինչու հենց վարդագույն տուֆը ընտրեցիք։ Ահա, եւ երկաթից, լավ, ինչու որոշեցիք, որ պիտի վարդագույն տուֆից պատրաստեք տունը։ Որտեղ դա գտնվում է մեր սիրելի մայրաքաղաք Երևանում եւ նա շատ ամուր է եւ բերված է արդիկ քաղաք։ Ահա, դուք Երևանում շատ եք տեսել վարդագույն շենքեր, լավ, որտեղից էին բերել արդիկից, իսկ ինչու պատրաստեցիք տուֆից եւ ոչ թե ենթադրենք ծղոտից, ինչպես առաջին խոզուկը։ Ռոբերտ, այն չէ դուք տուֆից պատրաստել։ Որնա ամուր է։ Ահա, ձեր չարչարանքը մի քիչ ավելի շատ կլինի, այո, բայց ունենաք ինչ տուն, լավ տուն, ջրակայուն տուն, ամուր տուն, այո, երբ որ անձրև գազյուն կա, ձեր գլխին չի թափվի։ Կեցեք երեխաներ, հիմա բոլորս միասին գնահատում ենք երրորդ խմբի աշխատանքը, ո՞նց են գնահատել։ Էլի շուտով, գնահատեցինք, ապրեք։ Եվ ես հիմա գնահատում եմ բոլորիդ աշխատանքը, կեցեք, բոլորդ աշխատեցիք շատ լավ, այսօր ինձ գոհացրեցիք շատ, գրեթե բաց թողումներ չեմ նկատել, աշխատել եք համագործակցելով, խմբերով, անհատական, այնպես որ իմ բոլորի ծափարությունները տալիս եմ բոլորի, թե ծափարությունները Հիմա փորձում են հեքիաթը կապել մեր իրական կյանքի հետ երեխաներին։ Այ ինչ դասեր քաղեցինք հեքիաթից։ Սեդա։ Կեցես, պետք չի ծույլ լինել, պետք է լինել աշխատասեր, Դանիել։ Ով աշխատում Ով աշխատի
որ հետո բարի պտուղները քաղեն, այդ պտուղները պետք է լինեն հասուն և շատ քաղցր։ Կեցեք երեխաները, ապրեք